Վայ, բայլուշ ժողովուրդ ջան։ Գնացինք։ Այսօր մեր սովորական երկուշաբթին է։ Սենց, եկեք ճանապարհ անցնենք։ Եկեք։ Այ գնում ենք մանկապարտեզ։ Կամաց։ Զգուշ, կամաց։ Արի, անց։ Սովորիկը չհովա։ Մեր երուկի մանկապարտեզը մեր տանը մոտիկ է։ Այսօր էլ Լեոն Դբրոշչի։ Հայդե պեսուր ամսի։ Hello։ Այսօր ամսի մեկն է հունիսի, երեխաների օրն է, որ երեխաների տանը շնորհավոր։ Չգիտեմ ինչքանով է կապված է տոնի հետ, որ Լեոն Դբրոշչի երևի ուղղակի տենց համընկել է։ Դե երիկը դբրոց է։ Այդ մանկապարտեզ է։ Դավա երուկ։ Գնացինք։ Այսօր երևի ամբողջ օրը միասին կանցկացնենք։ Ձեզ ցույց կտամ, այսօր ինչ ենք անելու երկուշաբթին։ Ճանապարհով չէ։ Ճանապարհով չէ։ Այսօր լիքը գործ կա։ Մի բան պետք է հասցնենք անենք։ Կամաց։ Հայք այսօր շատ սիրուն եղանակ է, հովա, ոչ շոքա լինելու, ոչ անձրև, պետք է որ պրոդուկտիվ որ լինի։ Այս էլ մնգոն է։ Ստե մանկապարտեզներում, այլիշտ մանկապարտեզների մոտով անցնող ճանապարհները դառնում է 30 ու միշտ նշաններ կա, որ մանկապարտեզ կամ դպրոց կա, որպեսզի մարդիկ զգուշ լինեն։ Գտնում եմ շատ ճիշտ է։ Կանք մանգո։ Ինչ ժողովուրդ ջան, չգիտեմ ասել եմ թե չէ, բայց как минимум որ դիմել է, դա ասել եմ, թե ճիշտ եմ հիշում, որ քաղաքացիության համար դիմել է։ Մի պատասխանը ստացել եմ արդեն մի քանի ամիս, ոնց որ պատասխանը ստացել եմ, մի ամիս, երկու ամիս է։ Այսօր պետք է գնամ ID-ս վերցնեմ արդեն բելգիական, հինը հանձնել եմ, հին ID-ն, արդեն քաղաքացիության ID-ն է, էդի լինելու այս կոդեր մոդերը եկել է, mən պետք է գնամ ստանամ, հեսա միասին գնանք, ստանամ, հետո տնանք ինչ ենք անում, համը ցույց կտամ ձեզ մեր կոմունը։ Դե ինչ ժողովուրդ, չգիտեմ քամոտ է երևի մի քիչ, բայց դե լսվի։ Հեսա, այս ասի մեկ է Զելիկի կոմունն է, համատեղ կոմունն է, էլի Զելիկը առանձին չունի, որտեղ որ մենք ենք ապրում, ասել իմ նոր ID-ն, արդեն բելգիական վերցրեցի, հետագայում երևի անձնագիր կհանեմ, եթե Եվրոպայից դուրս գնալու հարց լինի, արդեն անձնագիր է պետք լինելու, ID-ով մենակ Եվրոպայի տարածքում կարամ մենակ այս քարտով ճանապարհորդեմ։ Ահագին սուր բաներ կա անելու, բանկանին հեշտ ամեն ինչ եղավ, չգիտեմ, առանձնապես տես տարբերություն չկա երևի, պրոստը ստե գրած որ քաղաքացիությունը արդեն բելգիացի է, նախկին քարտից վրա գրած որ Հայաստանի քաղաքացի եմ, բայց անժամկետ քարտեր, այսի 10 տարին մեկ են փոխում, Ենի 5 տարին մեկ էին փոխում, սենց որ ասամ առօրյայում առանձնապես ոչի բան չի փոխի, մենակ քաղաքացիության դեպքում, չգիտեմ, Ամերիկա կարամ գնամ ու վաշեմ, էլ այդ 100 քանի երկիր է, ինչքան է, չգիտեմ, Բելգիայից, բելգիական քարտով կարաս ճանապարհորդես, բելգիական պասպորտով, բայց Եվրոպայի տարածքում ամեն դեպս Շենգեն գոտում, պրոստը ավելու իրավունքի քարտով, մեկ էլ հայկական անձնագրով պարտադիր կարակ ճանապարհորդեք, իսկ
տվյալ դեպքում Եվրոպայում մենակ քարտով առանց անձնագրի կարամ ճանապարհորդեմ, իսկ Եվրոպայից դուրս արդեն անձնագիր է պետք։ Հիմա մտածում եմ մի հատ վիդեո նկարեմ, կոնկրետ իմ փորձը ոնց ես քաղաքացիություն ստացա ու ընդհանրապես ոնց են ստեղ այդ քաղաքացիություն ստանալու համար ինչ է պետք, ինչ ժամկետներ են, ինչ թղթեր է պետք, տարբեր մարդկանց համար մի քիչ տարբեր սիտուացիայում գտնվող մարդկանց համար մի քիչ տարբեր է, թե ժամկետները, թե պահանջվող թղթերի քանակը, նայած ով ոնց է դիմում, ինչով է դիմում, տարբեր կատեգորիայի մարդիկ կան։ Երևի մոտակա մի քանի օրվա մեջ այդ վիդեոն կնկարեմ, երևի կսպասեմ մինչև շաբաթվա վերջ, որպեսզի ազատ ժամանակ լինի, կնկարեմ անպայման, երևի շատերին հետաքրքիր կլինի, ոնց է։ Իմ կարծիքով Հայաստանի անձնագիր ստանալը ոչ հայաստանցիների համար, ոչ հայերի համար ավելի ճիշտ, շատ ավելի դժվար է, շատ ավելի դժվար է իմ կարծիքով, որովհետև ինչքան որ ես գիտեմ, եթե հայ արյուն չկա մեջը, Հայաստանի քաղաքացիություն ստանալը համարյա անհնար է շատերի համար։ Իսկ ստեղ որքան էլ որ զարմանալի է, քաղաքացիություն ստանալը շատ ավելի հեշտ է, քան օրինական ապրելու իրավունք ստանալը։ Այսինքն եթե դու օրինական ապրելու իրավունք ստացել ես, արդեն ունես օրինական ապրելու իրավունք, արդեն այնտեղ շուտ ժամկետների հարց է ու այնտեղ, չգիտեմ, բարդ բան չկա առանձնապես, որ քաղաքացիություն ստանաս։ Ուղղակի ժամկետների մեջ մտնես, կոնկրետ այդ, չգիտեմ, այդ թղթերը ունենաս, հիմա մի քիչ բարդացնում են գնալով ամեն ամիս ինչ-որ նոր օրենքներ է դուրս գալիս, չգիտեմ, այնտեղ նախկինում լեզվի առումով պահանջը ավելի ցածր է, հիմա մի քիչ բարձրացնում են, չգիտեմ, այդ օրենքը արդեն հելա թե հələ մշակման մեջ է, բայց ուզում էին ոնց որ լեվելը լեզվի ավելի բարձրացնեին քաղաքացիություն դիմելուց առաջ, հետո դե տարբեր դասընթացների պիտի գնաս, պատմության դասի երևի, չգիտեմ, ես ոչ մի դասի չեմ գնացել, իմս մի քիչ ուրիշ է, այդ վիդեոյի մեջ որ նկարեմ, արդեն բացատրեմ, ես ճիշտն ասած, եթե ուզենայի 5 տարի առաջ կարողանայի քաղաքացիության համար դիմել, ուղղակի այնտեղ չգիտեմ, ինչ-որ դասերի պիտի գնայի, բանման, բայց ժամկետների մեջ արդեն մտնում է 5 տարի առաջ էլ ուզենայի դիմեի, բայց դե մի քիչ հիմարություն արեցի, ահագին սպասեցի, որ պետք չէ այդ պահին, տենց առանձնապես դրա հետևից չընկամ, նախկինում պետական մուծումը քաղաքացիություն դիմելու համար 150 եվրո էր, անցած տարի հունիսից փոխեցին, դարձրեցին 1000 եվրո ու ես հիմարություն արեցի, սպասեցի թանկացրին, նոր դիմեցիմ քաղաքացիության համար, բայց դա ինչ որ է։ Ես առանձնապես տենց կասկածում եմ, որ կստանամ, չէ, որովհետև աշխատանքը ունեի, ժամկետների մեջ բոլոր կայի, դաժե լեզվի դասերի էի գնացել, չնայած իմ կարգավիճակում կարծես թե պետք չէր, բայց համենայն դեպս այդ թուղթներ եմ տվել, որ ես լեզվի դասում գնացել, ինչ-որ լեվել ունեմ լեզվի։ Տենց ժողովուրդ ջան, կարծում եմ հետաքրքիր վիդեո կլինի, անպայման կնկարեմ, ասում եմ, չի ստացվում, որովհետև չգիտեմ, ինչ-որ բան խանգարում է, բայց անպայման այս անգամ կնկարեմ, որ ճիշտն ասեմ, տանը նկարելու համար կամ ընդհանրապես նկարելու համար դաժե միկրոֆոն էի առել, այս տարուց ավել է արդեն երկրորդ տարին է, տունը փակ պաշկարով դրած է, ոչ բացել եմ, ոչ էլ ժամանակ չի եղել, այսքան առիթ չի եղել օգտագործելու, դա չեմ բացել, կբացեմ, միասին կօգտագործենք, կտեսնենք ձայնը ոնց է, հույսով եմ հիմա ձայնը նորմալ է, նախկինում մի հեռախոս փոխել եմ, մի քիչ պետք է որ լավ լինի որակը, առաջ այդքան լավ չէր։ Այդտենց ժողովուրդ ջան, հիմա պետք է գնամ տուն, հետո գնամ երեխաներին վերցնեմ, հետո խանութ պետք է գնամ, երևի կնկարեմ մի քիչ, եթե հետաքրքիր է կնայեք, բայց համենայն դեպս իմացեք, որ նման վիդեո լինելու է քաղաքացիության մասին ու ոչ միայն քաղաքացիության մասին։ Ես ընդհանրապես ցանկանում եմ մի հատ քիչ թե շատ երկարոտ վիդեո նկարեմ իմ պատմությունը, ոնց եմ ես եկել Բելգիա, ինչ ճանապարհ եմ անցել ու բան համեմատություն անեմ, ես եկել եմ համարյա 11 տարի առաջ ու հիմա ինչա փոխվել, որ ճիշտն ասեմ շատ բան է փոխվել այս 10-11 տարվա մեջ, ընդհանուր աշխարհում շատ բան փոխվել, բայց ամենայն դեպս Եվրոպայում էլ, Բելգիայում էլ շատ բան փոխվել է,
Հենց որ անպայման կնկարեմ, չգիտեմ, տենց այդ խոսակցական վիդեոն ինչքանով հետաքրքիր կլինի, որ ես ուղղակի նստեմ, դուս պատմեմ, չգիտեմ, երբ եմ եկել, ոնց եմ եկել, ինչ եմ արել գալու համար, ինչ ուղի եմ անցել մինչև այս քաղաքացիություն ստանալը, հույսով եմ հետաքրքիր կլինի։ Հենց որ բաժանորդագրվեք, դա ամենամեծ ստիմուլն է, որ ես շատ նկարեմ, որովհետև երբ որ զգում եմ, որ մարդկանց հետաքրքիր է, շարժ կա ալիքում, ուզում եմ շատ նկարեմ, ժամանակ դրան շատ տրամադրեմ։ Այդտեղ ժողովուրդ ջան, դա հիմա գնացինք տուն, ժամը քանիսն է, մինչև հասնեմ տուն, արդեն երեխաներին վերցնելու ժամանակն էլ կգա։ Միասին կգնանք, երեխաներին կվերցնենք, ու խանութ, մանութ, մի երկու բան պետք է առնեմ, տեսնենք ինչա լինում։ Եղանակը հիմա ստեղ մի քիչ մռայլ է, բայց ցուրտ չի, շորտիկով ման են գալիս աղաս, բայց 17-18 ընդամենը, բայց մեկը ցուրտ չի, ու ես պատկերացնում եմ մյուս շաբաթվանից ոնց է լինելու, որովհետև մյուս շաբաթվանից արդեն 25 պլյուս է լինելու, 25, 26, 27, ամառը սկսում է, երևի չի իջնի 20-ից ցածր, ոնց որ շոկ ամառ է սպասվում երևի թե ինչ գնացինք ժողովուրդ ջան։ Ճտերին վերցրեցինք, հիմա էլ խանութ։ Ջանա։ Կահատ։ Հետո ուտում ես կյանք հացել ես ուզում։ Կահատ։ Մի երկու բան առևտուր անենք, հետո ուրիշ խանութ, մի երկու խանութ մտնենք, փոխվենք տուն։ Երեխեքը դասմաս պետք է անեն։ Թե հետաքրքիր բան լինի խանութում, անպայման կնկարեմ, նախորդ չգիտեմ ինչ կլինի, հետաքրքիր բան կլինի, թե չէ։ Սենց հավի դոշ կա, այսքան հավի ֆիլե, հավի դոշ են, չէ, հավի դոշ է, չէ, 1.5 կիլոն 10 եվրո, չգիտեմ ինչ զեղչով էլի, ինչքանով է լավ գինը, մադի վերջացի մենք սիրում ենք։ Ինչ է կյանք, էլի ես ուզում հաց, հեսա լոլոն կտա։ Լոլո էլի հաց դուր, լեով։ Սա նայեք Carrefour-ում տեխնիկայի վրա ինչ զեղչեր կա, այս տելևիզորը դարել է 400 եվրո, Samsung-ը QLED 55 դյույմ, այստեղ LG-ներ էլ կա, հա կյանք, LG-ները կա 350 եվրո 55 դյույմը, այս ինչքան է 65 դյույմ 450 եվրո, սովորական LED։ Հա, կյանք, սպասի։ Այստեղ հեսա TCL QD mini LED-ը 600 եվրո է դարել։ Այստեղ մի քիչ մեծը 900 եվրո, դա 350 եվրոյով կա։ 55 դյույմ TCL։ Այս էլ է QLED TCL 450 եվրո։ 55 դյույմ TCL 350 եվրո։ Հա, հեսա պապանկարն, ես ինչ շարփ է։ Mini LED TV 400 եվրո, 50 դյույմա։ Դա շարփ, ես ինչքան է 600 եվրո, հա, 600 եվրո, 65 դյույմ, 75-ն է 800 եվրո է։ Սա սենց տելևիզորը պրոստը մեծ է։ Հա, կյանք, գնում ենք հեսա տամ։ Հա, եթում ենք կյանք։ Տենց ժողովուրդ, նայք զեղչեր այս, ֆուտբոլի հետ կապված է երևի ավելի շատ է զեղչերը, նայք կոլայի ռեկլամներն է, կոլայի ծախում։ Հա, գնում ենք, ունենք, նայք ինձ սիրում սեղան աթորասս կլոր, երկաթից, նց պապուկ, երկաթից աթորներ, ես եվի դրսի համար է, կամ վերանդայի Չնաս տունն է կարակ դնեք, սենց սիրուն է շատ 600 եվրո, 6 աթորով։ Դե ինչ ժողովուրդ ջան, այս վիդեոյի վերջն սենց եկանք հասանք տուն, ատենց ընթացքում խանութում էլ հետաքրքիր բան չեղավ, համել դե երեխեք ետ հարմար չեր նկարել այդքան։ Այտենց, ոնց որ խոստացել է, ես շաբաթվա վերջ անպայման կնկարեմ քաղաքացիության հետ կապված վիդեոն,
թե ես ոնց եմ դիմել, ինչ թղթեր եմ տվել, թե ընդհանրապես ոնց կարելի է դիմել տարբեր մարդկանց համար, ինչ թուղթ է պետք, ինչ պարտադիր պայմաններ կա, ինչ պայմաններ կա, ոչ թե տարբերվում է տարբեր կատեգորիայի մարդկանց համար, տարբեր սիտուացիայում գտնվող մարդկանց համար։ Հենց որ բաժանորդագրվեք, որպեսզի բաժի թողնեք, լայք կամ դիսլայք, ոնց կուզեք, եթե դուրն այդ չգալի իհարկե, կարող եք դիսլայք դնել ու մեկնաբանություններում գրեք ուրիշ ինչ հայտարարքի նկարեմ։ Հաջողություն։